Հունիսի 19-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի 5-րդ նիստը։ Այն վարեց Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը։ Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են Սևան քաղաքի մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում արդեն հիմնանորոգվել են Սևան քաղաքի էներգետիկների, Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցները։ Ընթացքի մեջ են Օրբելլի եւ Գեղամա փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Այս տարի կհիմնանորոգվեն նաեւ Ռուսական, Աբովյան, Սայատնովա, Սյունյաց փողոցները։ Ավարտին է մոտենում Սևանի երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Շուտով տեղի կունենա բացման արարողությունը։ Օրակարգային առաջին հարցով Սևան համայնքի ավականին հաստատեց Սևան համայնքում 2026 թվականին իրականացվող բնապահպանական ծրագիրը, որի իրականացման արդյունքում նախատեսվում է Սևան քաղաքի երկրորդ եւ երրորդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող Պրահավինոր կոչվող այգու տարածքի ամբողջական բարեկարգում։ Այն ստեղծվել է Սևան եւ Պրահավինոր քույր քաղաքների համագործակցության հուշագրի ստեղծման արդյունքում դեռևս 2016 թվականին եւ մինչ օրս կատարված ներդրումները բավարար չեն եղել այգու ամբողջական պահպանության եւ բարելավման աշխատանքների համար։ Ավականու որոշմամբ փոփոխվեց Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը, հաջորդիվ Սևան համայնքի ավականին տրամադրեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամին եւ Սևանի բժշկական կենտրոն Փակbaşնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելու թույլտվություն։ Ավականու որոշմամբ նախնական համաձայնություն տրվեց Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում հանդիսությունների սրահի կառուցմանը։ Ավականին հաստատեց նաև Սևան համայնքի կողմից 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված եւ ձեռք բերված գույքի գույքագրման փաստաթղթերը։ Սևան համայնքի ավականին այսպիսով ավարտեց 7-րդ նստաշրջանը, Սևան համայնքի ավականու 8-րդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին։ Նիստի վերջում քննարկվեցին նաև քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված դիմումները։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։